5 տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլը ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, Նիկոլը տապալում է ամբողջ պետությունը, պետական համակարգը կազմաքանդում է բոլոր օղակները եւ այլևս մենք տեսնում ենք, որ պետությունը գրեթե չի աշխատում։ Մենք ենթակա ենք այսօր արդեն լրջագույն սպառնալիքի ընդհանրապես ոչնչանալու ու հանկարծ այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենաերևի թե ծանր նախաձեռնությամբ ջարդելու մեր հիմնասյունը հայ առաքելական եկեղեցի։ Եվ դրա համար մենք այս անգամ այնսեն, որ ասում ենք կարմիր գիծը վերջնական հատել է Նիկոլը։ Եթե մնացած ամբողջի հանդեպ ինքը հորինում էր տարբեր բացատրություններ, ապա այս անգամ եւ ոչ մի բացատրություն ինքը այլևս չի կարող ներկայացնել։ Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր եւ աղոթում են առ Աստված։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ ձեր հավատը ոտնահարված է։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել հայ առաքելական եկեղեցին։ Ինքը պղծել է մեր սրբություններից մեկը, մեր հարազատ սուրբ հողերը Արցախը։ Ինքը հանձնել է Արցախը թշնամուն, դա մենք չգիտես ինչու մարսեցինք։ Մենք շարունակաբար մարսում ենք, որ օտար երկրյա պետությունների ներկայացուցիչները, այդ թվում թշնամական պետությունների ներկայացուցիչները գալիս են լցվում են Հայաստան, բայց հիմա, եթե մենք հանդուրժենք այս քայլերը, այլևս ընդհանրապես իմաստ չի ունենա համարել, որ մենք ունենք Հայաստան եւ մենք հայ ենք։ Ըստ ձեզ ինչու է նա եկեղեցու դեմ արշավ հայտարարել, քանի որ գիտենք սահմանադրությամբ պետությունը եւ եկեղեցին անջատ են իրարից, նպատակը որն է գնահատել։ Առաջինը իհարկե իր համար վաղուց սահմանադրությունը եւ ընդհանրապես որևէ օրենք արժեք չէ, իսկ այս պարագայում ինքը ընկալում է, որ միակ բանը, որ շարունակում է պահել Հայաստանը, դա հենց հայ առաքելական եկեղեցին է։ Եվ ես գիտեմ, որ տարբեր վերլուծաբանները մեկնաբանում են, որ Ադրբեջանի մոլլաները հարված սկսեցին հասցնել եկեղեցուն եւ ինքը պարզապես կրկնեց իրենց, սակայն ես վստահ եմ, որ դա շատ վաղուց էր իր մեջ եւ մենք կհիշենք, որ 18 թվականին ինքը նախաձեռնեց ինչ-որ արշավներ, դա իրեն չհաջողվեց։ Այժմ լկտիության բոլոր սահմանները հատել են։ Մենք պահանջում ենք առաջին հերթին իհարկե ոչ թե հրաժարական։ Ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես։ Ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին այս ամբողջ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար։ Անձնական վիրավորանքի։ Կենակիցը Աննա Հակոբյանն է։ Ինչի համար, ինքը ինչ արել։ Ինքը շարունակաբար ամենավերջի բարերով, ես հայհոյանք նույնիսկ չգիտեմ արդեն ինչ սահմաններ իրենք, ես հասկանում եմ, որ կրթություն չունեն, ես հասկանում եմ, որ այդ հորդանոցներում իրենք են մեծացել եւ որևէ կրթություն չեն ստացել, դրա համար երբեմն փորձում են ասել, որ կրթությունը նորաձև է, որ իրանց ներշնչեն, որ կրթություն են ուզում ստանալ, այնուամենայնիվ իրենց պետք է դատել, անհապաղ։ Հիմա իշխանությունն ասում է, որ հոգևորականները պետք է բարեվարկություն անցնեն։ Ըստ ձեզ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է այն ճանապարհով, որ նոր սահմանադրության մեջ նաև եկեղեցու վերաբերյալ որոշակի լիազորություններ ունենա, այո, եւ որոշի թե ով կարող է լինել օրինակ ամենայն հաց կաթողիկոսը կամ չլինել։ Շնորհակալություն հարցի համար, ստեղ շատ ավելի ծանր է, որովհետև ես մտածում եմ, որ այդ նոր իբր թե սահմանադրությունը, որ իրենք ուզում են առաջ քաշել, շատ տարբեր ազգային գծեր է ոտնահարելու, այդ թվում այո, վստահ ինքը հարվածել է նաև հայ առաքելական եկեղեցին, սակայն ես վախենում եմ, որ այս ամբողջով ինքը ոչ միայն այս քայլն է անում, այլ նաև միաժամանակ ուզում է կոծկել այլ պրոցեսները, որոնք որ կվախենան, որ Սյունիքի հանձնելու մասին է խոսքը։ Տիկին Մանանջյան, նայեք, այսօր իշխանության սատելիտ տարբեր ներկայացուցիչներ արդարացնում են Փաշինյանին, ասում են խնդիրներ կա, որոնց մասին պետք է բարձրաձայնել, դա ամենևին թիրախավորում չի, հարձակում չի, պետք է բաց խոսել, հասկանալ, եթե կա խնդիր եկեղեցու ներսում, պիտի դա դրա մասին տեղեկանա քաղաքացին։ Այս տեսակետին ինչպես եք վերաբերվում։ Ինձ համար այդպես է, ամբողջը շատ ակնհայտ է։ Եկեղեցին մասն է ամբողջ ազգի։ Եկեղեցին ազգի հիմնասյունն է եւ պահող մասն է։ Ըստ այդմ, պարզ է, որ սպասավորների մեջ կարող են լինել տարբեր խնդիրներ, որտեղ իրենք մարդ են եւ հայ են։ Ու երբ որ ազգը ունենում է խնդիր նաև տարբեր մարդիկ։
բայց դա ամենևին չի նշանակում, որ որևէ մեկը իրավունք ունի հարվածելու եկեղեցին։